Մենակ Մանթաշյանի Կոստաբան Տաթևիկ Սողոյանի հետ Չախալյանը, ինչը բնական է, ցանկանում էր ելույթով հանդես գալ եւ որին արձագանքում, որը որոշակի իմաստով նաեւ պայմանավորված էր այս քաղաքական հետապնդմամբ եւ մեր քաղաքական երկաթեքստ այդ պատճառով մեղադրողներին ուղարկված քննադատությունը կամերաներին նայեք գործեցին հետևից հարց քանի որ հայտարարությունը այսինքն ավարտին եւ այսինքն օրակարգի չէր միջնորդության չէր, քանի որ սահմանափակվեց, այդ պարագայում Վահագն Չախալյանը ասաց, որ ինքը որպես մեղադրյալ, որ ամեն հիմքափի գալիս է նիստերի մասնակցման, պետք է արտահայտվելու հնարավորություն ունենա, ու քանի որ այդ արտահայտվելու հնարավորությունը միշտ չի, որ ապահովում է, պետք է հնարավորություն տրվել։ Մեղադրողները կարծում են, որ դա վերաբերելի չէ գործին, համարվեց նիստը ավարտված եւ այդ պատճառով էլ իրադրությունը մի փոքր Բագրատ Սիրքազյանի միջնորդության մասը ինչ կասեք, ինչ կարծիք ունեք եւ ինչ Դե էլի եմ ասում, ինձ համար անսպասելի էր անկեղծ ասած, որ այս հարցի քննության համար առանձին նիստ կհրավիրվի, բայց հրավիրվեց, հուսամ այդ նիստի ժամանակ առավել հանգամանալից կկարողանանք այս ասպեկտները քննարկենք, պարզ մարդկային ձևով, եթե ասեմ, ինչ ներկայացրեցի, տեսեք, Եվրոպական կոնվենցիայով խղճի կրոնի ազատության իրավունքը եւ միավորումներին անդամակցվելու իրավունքը ինքը շատ առանցքային իրավունք է։ Եվ այս պարագայում մեր փաստարկը հետևյալն էր, որ եթե որպես խափանման միջոց սահմանափակված է ազատության իրավունքը, ապա այս պարագայում, այս տևական կալանքի պարագայում, արքեպիսկոպոսի պարագայում սահմանափակվում է ոչ միայն ազատության իրավունքը, այլ նաև իր կրոնը անգլերեն ասում են practice, այսինքն իրականացնելու հնարավորությունը եւ նաեւ միավորումներին անդամակցելու եւ այդ միավորումներում որոշիչ ձայն ունենալու հնարավորությունը մասնակից լինելու։ Եվ մենք ասում ենք, որ այս նժարը թեքվում է անհամեմատ, այսինքն արդարադատության բալանսը, երբ որ նույն գործով այլ մեղադրյալների հանդեպ այլ մոտեցում է կիրառվում մեկ, եւ երկրորդը, այս պարագայում, նույնիսկ երբ որ Եվրոպական դատարան ասում է, որ նույնիսկ պետք է դատապարտյալին, եթե ինքը ունի որոշակի հավատ, հնարավորություն ունենաս, եթե այդ բանը կա, օրինակ տանելու եկեղեցի, որ ինքը իր ծիսակատարություններին մասնակցելու, արքեպիսկոպոսի պարագայում, սա նաեւ այլ իրավունքներ, այլ հիմնարար իրավունքներ է խոչընդոտում, ինքը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին, որը հրավիրվել է այս եկեղեցու հալածանքների կոնտեքստում։ Եվ իհարկե այդ հետագա նիստին էլ կանդրադառնանք, դուք ինքներդ եք տեսնում, նաև նոր արքեպիսկոպոս ձերբակալվեց։ Այս ամեն ինչը հետագայում տեղավորվելու է եւ ավելի քան հավաստելու է իշխանությունների կողմից այս լայնամասշտաբ հալածանքները ընդդեմ եկեղեցու։ Եվ այս մի դրվագով էլ, եթե չապահովի Բագրատ Գալստանյանի մասնակցությունը եպիսկոպոսած ժողովին, ինքը կարա հենց տեղավորվի այս նույն տրամաբանության մեջ եկեղեցու դեմ արշավանքները եւ հալածելու այն բարձրաստիճան հոգեվորականներին, ովքեր հավատարիմ են հայ առաքելական եկեղեցուն եւ նրա նվիրապետությանը։